Ես եմ շարանում, դե լուբո եք ասի։ Ով կասի ձեր մարդիկ։ Մեր մարդիկ ո՞ր է, մեր ով է տանեն կոմել ընկերձ։ Այլեք եք բողոքի ակցանի մետ իշկապ ունեիք։ Ես չեմ ով եք պատեցի ներսում։ Անցած մանկապարտեզից քեզ եք կնոջ անհետում։ Սրանց անհետ ուրիշ մանկապարտեզից քեզ եք կնոջ անհետում։ Գողության համար են ասում։ Սուտ ու ես ասում։ Եղան, սուտ ու ես ասում։ Եք Գնեք դուք այս ժամին ինչ գործ ունեք, այս ժամին ինչ գործ ունեք, մենք եկել ենք մեր երեխեքի հետևին, դուք ինչ իրավունք ունեք դարձ մանկապարտեզ։ Ես տնողել եմ հացով եմ եկել։ Ինչ հացով եք եկել։ Ինչպես պետք է բացատրի։ Այլ անձանց մուտքը անվտանգության, ես վախենում եմ երեխաների անվտանգության համար։ Հա, փեյցտեյց։ Բակրել ես ասում են ամուսինն եք ձեն չեք անում։ Ինչպես։ Բոլորը ասում են ամուսինն եք դուք ձեն չեք անում, բոլորը։ Ձեր խառնվեք, խառնվեք, դուք եք որ ձեր թորանը տենց անեին, դոկտորներին։ Ախր ոչ մի բան չեք արել։ Ախր ցավը տանը գիտեք ինչ կա։ Այնի չի ստեղծում։ Ինչ եմ մտածում, ես չեմ մտածում։ Եթե ինքը տես բանարած անել ես ու ինքս տես Ով է, ոստիկանություն զանգեք, ճուժոյ մարդը։ Ոստիկանություն, ճուժոյ մարդը, ինչ գործ ունի պարտեզում։ ինքը եթե տես վերասարսի նման լիներ, ինքս տես ոչ չպետք է ունենա։ Ինքը գիտեք ուր կներ։ Եթե Այդ ժամանակը Հիմա խաթարում եք, թող բոլոր մարդկանց ամուսինները գան։ Դե դուրս եք ես դուք ինչ եք չի։ Բայ ինչ։ ես ես բացարձակ բան չեմ ասած, ես տելեֆոն եմ բերել տանձած։ Ինչի համար ցույց հասկանում։ Ես տելեֆոնի գործ ունեմ, եկել տնօրենի գան։ Ես քիբդի դուրս գա, վերջացնում եմ քույրից։ Դոկան, ծավալանում, ես չեմ խայտանում, ես չեմ խոտ չեմ դոտում։ Ես տելեֆոնը դրեց սեղանի, բերեցի, որ հետ տամ իրան, վсё։ Եվ գնացել։ Ժողովրդիկին Դանիելյանը ձեզ սպասում, եկեք, բոլորին սպասում, եկեք գնանք դեմքին ասենք են ինչ որ մտածում ենք, բոլորով եկեք։ Նես չի որ Ալի։ Եկեք, շուշ։ Եկեք, սպասում ենք, սոն արի։ Բոլորով եկեք, սպասում ա մեզ, մենք քաղաքակիրթ եղանակով եկել ենք։ Ես ընկերությունների հանդեպ ուրիշ չեմ ասում։ Բարևձեզ։ Ով է, հա, խոսած եք հրավիրել եք։ Բայց մի րոպե ժուրնալիստների դուրս եկեք, էլի խնդրում։ Ասում եմ դուրս եկեք, հետո կմտնենք։ Դու մնա։ Չէ, բոլորի ներկայությամբ ենք ուզում ենք բաց հրապարակային թափանցիկ մենք ենք պահանջել, որ լրագրողները ներկա լինեն։ Մի րոպե սպասեք, վերջ։ Կներեք, դուք այստեղ դիրիժոր եք, ինչ եք, ինչ գործ ունեք այստեղ։ Մենք եկել ենք մեր երեխաների հետևից։ Խնդրում եմ դուրս եկեք, ինչ իրավունքով է այս անձը այստեղ գտնվում։ Մենք ծնողներն ենք, առանց լրագրողների ներկայությամբ ուզում ենք հրապարակային դուք ասեք այն ամեն ինչը չէ, ես անձնական, ես արտահայտվեմ, Տիկին Դանիելյան, դուք կորցրել եք վստահությունը մեր մոտ, մենք չենք պատրաստվում, ձեզ լսենք, դա քննիչների մոտ կխոսեք, ձեր բացատրությունները կտաք ոստիկանների մոտ, հրավիրել են ձեզ հարցաքննության, հրավիրել են հարցաքննության։ Ես ասում եմ, ինձ խոսել եմ, ես դրա համար էստեղ եմ, այսինքն դատարանի 3
Ահմադյան որոշել է, որ այստեղ կան աշխատանքի, կադիրները վերադիր, ես եկել եմ աշխատանք։ Շատ լավ, իսկ ինչ վերաբերում է քրեական վարույթին հարուցված, այդ գործի մասին ինչ կասեք, բոլորիս մտահոգությունը դա է, մեզ չի հետաքրքրում ինչ ա տեղի ունեցել։ Եթե ես քաղաքացիական դատը կրել եմ, աղջիկներ, Եկեք համեցեք աղջիկներ, մոտեցեք։ ես լարվում եմ, չեմ խոսելու ոչ մի այս բաների տակ, ասում եմ։ Իսկ նորմալ է, որ մեր երեխեքը լարվածության մեջ մնան այն միջավայրում, որտեղ աշխատում են դաստիարակները։ Հետ։ Հող դուրս կան ծնողների հետ Դե, ահա, մենք ճիշտ ասած դուրս եկավ, ազատեց, հուսով ենք վերջնականապես է դուրս եկել։ Մեր այս աթոռը ժողովուրդ, ինչի մասն է խոսքը, մենք հավերժ չի աթոռը, հասկանում եք։ Ճիշտ եք ասում։ Գնեք մաստակ ծամելով այս հաստատությունում, այստեղ կրթություն են ստանում երեխաների, դաստիարակությունն է։ Հավերժի ոչ մի բան է։ Բայց ինչ գործ ունեք դուք ստեղ, ես զարմանում եմ։ Գործով եք, հետո դույով եք խոսում Դանիելյանի հետ, դուք ծնող եք կապես։ Դե հետևից գնացեք։ Ասма լավ խոսա։ Հա երևի նոր պահակ։ Ուզում եմ ցույց տամ այն աթոռը հանուն, որի մարդը պատրաստ է խայտարակվել կոռուպցիոն սկանդալներից հետո վերադառնալ պաշտոնին։ Փաստորեն այսքան թանկա ու կարևոր է մարդկանց համար այս աթոռը։ Ուզում եմ տեսնեք, իմանաք ինչա կատարվում։ Սեղանի տակ միած ստուգի։ Չեմ կարծում, հիմա ինձ թվում է վերջ հիմա ազատել է, սենյակ էլ չի գալու։ Տիկին Դանիելյան, հիմա հեռանալու եք մանկապարտեզից, թե մնալու եք դեռ, կիսատ գործեր ունեք։ Չէ, մենք հաստատ սունկեն չենք վերցնի, մեր մոտ այդ գողանալու սովորությունը չկա, հատկապես սենց տեղից։ Այո, ճիշտ է։ Խնդիրը որ մեջքին մարկա լինում ու անտեսվում։ Այդ ամեն ինչի հետ կապված որոշում տվող չի, կարծիք արտահայտող չի, կան մարմիններ, կան հաստատություններ, որոնք այս ամեն ինչը պետք է զբաղեն։ Մեր խնդիրը ընդհանրապես այդ process-ները արագացրեք, վերջնական գնահատականներ։ Չի եղել ոչ մի բան, շատ լավ Դիգիտալիանը թող շարունակի պաշտոնավարի, եղել է որևէ բան տվեք լուծում։ Բայց այս ամեն ինչը ծնողը չի որոշելու, ես չեմ որոշում, մեկը չի որոշում։ Մեր խնդիրը իրավական գնահատականն է։ Իրավական գնահատական ենք ուզում, ոչ մի բան չենք ուզում։ Չենք կարող որոշենք։ Մենք չունենք, դուք այն լիազորված մարմինը չեք, ոչ մեկը չի։ Այո, մենք լիազորություն չունենք մեղադրելու եւ Արդեն դուս գա։ Այո, ու գա գային բազում։ շատ համաձայն եմ։ Բայց եթե այդպես գործեր կա իրա վրա, խի եկել այստեղ։ Ես չեմ հասկանում։ Թող արդեն դուս գա, թող քննություն լինի, հետաքննություն անեն, հարցակրներ, նույնիսկ մարկաշ չեն հարցակրներ։ Ոչ մի ծնող։ Թող խոհարարներից մեկին տնտեսվարին կանչեն, մեկը գա ասի ինձ կանչել են քննչական հարցակրները։ Երկի բարի ուսուցչություն ինչպես արագ արտադրել։ Դաշնակահարում մենք լավ գիտենք դաշնակահարում։ Գնաց արհամարական վերաբերմունք ծնողների հանդեպ։ Ոչ մի բացատրություն։ Այո։ Ոչ մի կներեք մեկ այլով կխոսենք կամ ինչ-որ մի բան։ Տեսում վերջ, հերկացավ չի։ Հա, չներողություն։ Սոնա ջան, մենք նոր եմ ու եթերին միացել, շատերը նոր են միացել, չեն հասկացել ինչա կատարվել էլի, այստեղ մի երկու բառով ներկայացրու։ Ես ինձ ծնող եմ, ով այդ ժամանակահատվածը իմ բանի Երբ որ այս տարի հոգները կա դատարանի որոշում, մտած այդ պրոցեսները ես եկս այդ ժամանակ եմ։ Ես ծանոթացել եմ դատարանի
բավարարեցուց։ Չեմ ասում, դսել եմ ինչ-որ ծնողից կամ ուրիշներից, սա խնդիրը է, որ եղել է որոշակի պրոցեսներ, հա ձևակերպումը Տիկին Դանիելյանի իրավարցազրույցի մեջ ևս տվել է առավոտին դրվագործություն, եղել է գողություն տնտեսվարի միջոցով, հա նման ձևակերպումներ ստացվել, բայց ֆիքսել է իրավարցազրույցի մեջ։ Որից հետո եղել են գործընթաց, որից հետո Տիկին Դանիելյանը քաղաքացիականում վիճարկել է իր աշխատանքի իրավունքը եւ վերականգնել է եւ այո, իր աշխատանքի Եկեք շեշտենք, որ դա տեղի է ունեցել նախկին քաղաքապետի օրոք։ Ոչ մի բան չի եղել նախկին քաղաքապետի օրոք, ես չգիտեմ կոնկրետ, հա ես խոսակցությունները չեմ ասում։ Կոնկրետ գնահատական իրավական չի տրվել, որևէ գործընթաց չի սկսվել։ Ուղղակի եղել է ազատման դիմում, որը եղել է թողը եւ Տիկին Դանիելյանը այո, ճիշտ է եղել եւ դատարանը հաստատել է աշխատանքային իրավունքը։ Բայց հիմա ես եւ մնացած ծնողները ուզում ենք մի բան, իրավական գործընթացը արագ տեմպով արվի եւ ի վերջո Խոսքը քրեական վարույթի մասին է։ Խոսքը եղել է նման գործընթացներ, թե չի եղել։ Որ մենք հանգիստ իմանանք, այո, եղել չի եղել Տիկին Դանիելյանը, որևէ կապ չի ունեցել, երեխաները հաճախում են մենք հանգիստ ամեն մեկս մեր աշխատանքին։ Եղել է այդ գործընթացները, ուրեմն համապատասխան քննություն, թե ինչ է եղել այդ ամենը։ Զուտ է մեր ցանկությունը ծնողների իրավական գնահատական ես չեմ որոշում, այդ ծնող չի որոշում, մանկաբարձի աշխատակիցները չեն որոշում, ոչ մեկ չի որոշել։ Կան մարմիններ, մենք պետություն որոնք պետք է այդ ամենը չեն չի եղել շատ լավ, չի եղել ինչպես է։ Իսկ քո կարծիքով ինչու են իրավապահ մարմինները դանդաղում այս գործընթացը գլուխ բերել։ Ինչ խոսք իրավական համակարգը շատ ծանրաբեռնված է։ Այդ մենք էլ ենք տեսնում յուրաքանչյուր գործընթաց շատ թեթև է։ Նարեկ Ես ասեցի ծնողների հետ եմ։ Հա, ես ծնողներից եմ։ Ես ծնողի հետ եմ խոսում։ Մենակ ծնողներով թող լինի։ Ոչ մի հեռախոսի տակ ես չեմ խոսի, անջատել։